Այսօր խոսելու եմ նրա մասին, ով զորությունն է, ով շարժն է, ով կենթանությունն է։ Ուզում եմ կարդալ Ծննդոց գրքից հենց առաջին խոսքերը, Ծննդոց գիրք 1-2 խոսքերը։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Եվ երկիրը անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Ամեն բանի սկզբում նա էր, կյանքի հոգին։ Եթե ծնունդ կա, հոգին այնտեղ է։ Եթե վերածնունդ կա, դարձյալ հոգին այնտեղ է։ Եթե ինչ-որ բան է արարվում, ինչ-որ բան է ստեղծվում, նորից Աստծո Սուրբ Հոգին այնտեղ է, որպեսզի կենթանություն բերի, կյանք բերի եւ լույս բերի։ Առանց հոգու մարմինը մեռած է, գիտենք։ Առանց Սուրբ Հոգու հոգևոր կյանքը մեռած է, մարդու գործերը մեռած են։ Եվ առանց Սուրբ Հոգու զորության մարդու կյանքը իմաստ ու նշանակություն չի ունենա։ Սուրբ Հոգին է այս շարժը, զորությունը, իմաստը։ Քամին որտեղ ուզում է փչում է։ Մենք չենք տեսնում քամին, չենք շոշափում, բայց նրա ազդեցությունը տեսնում ենք։ Այն գործը, որ քամին անում է, այդ երևացող կողմը տեսնում ենք։ Նա անձնավորություն է Սուրբ Հոգին անձի բոլոր հատկանիշներով։ Ու շատ հաճախ մարդկանց մոտ կարիք է լինում անձին նկարագրելու նրա արտաքին հատկանիշներով, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, բայց երբ որ մարմնավոր մտածելակերպից անցնում ենք Աստծո խոսքին, կարդում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ գրված է, որ Աստված հոգի է։ Եվ հասկանում ենք, որ Աստծուն պետք է մոտենալ հոգով, նրան պետք է ճանաչել հոգով, նրան պետք է երկրպագել հոգով։ Մենք չենք կարող շոշափել, ինչ-որ ձև տեսնել Սուրբ Հոգուն, բայց մենք կարող ենք նրա ներկայության զորությունը, այն ազդեցությունը, որ ինքը գալիս է մեր կյանքի մեջ, մենք կարող ենք դա շոշափել։ Մենք կարող ենք այդ օրհնությունը շոշափելի կերպով զգալ մեր կյանքերի մեջ։ Ամեն գործի սկզբում, ամեն բանի սկզբում Սուրբ Հոգին է։ Հիշում եք, երբ որ հրեշտակը եկավ Մարիամին, որպեսզի ավետի Հիսուսի ծննդյան մասին։ Ինչ ասաց սկզբում, Լուկաս ավետարան 1:35։ Հրեշտակն ասաց, որ Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրյալի զորությունը քեզ վրա կգա եւ դու որդի կծնես եւ այդ ծնված Սուրբը Աստծո որդի կլինի։ Սկզբում նա էր։ Ամեն բանից առաջ սա ասաց, որ սկզբում Սուրբ Հոգին կգա քեզ վրա։ Հաջորդ բանը, որ Հիսուսը ուզում էր սկսել իր հոգևոր ծառայությունը մկրտությունից հետո, Լուկաս ավետարան 4:1-ը գրված է, որ Հիսուսը Սուրբ Հոգով լցվեց մկրտվելուց հետո եւ հոգուց տարվեց անապատ, գիտենք, փորձությունների ժամանակ։ Էլի Սուրբ Հոգին էր, երբ որ սկսեց ծառայությունը, երբ որ սկսեց ընթացքը, Սուրբ Հոգին էր, այդ զորությունն էր, որ առաջնորդում էր Հիսուսին։ Սկզբում նա աննկատ, բայց զորավոր կերպով գործում էր, չերևալով, բայց երևացողներին կենթանություն տվող։ Վերջում էլ նորից Սուրբ Հոգին է։ Երբ որ կարդում ենք Հայտնության գիրքը, վերջի գլխում տեսնում ենք, որ ասում է Հոգին եւ հարսը ասում են եկ Տեր Հիսուս։ Տեսնում ենք, որ վերջում Սուրբ Հոգին ու եկեղեցին իրար հետ մեկացած են։ Մի խոսքով հանդես են գալիս ու ասում են արի Տեր Հիսուս։ Մենք հաճախ ջերմեռանդ կերպով աղոթք ենք անում արթնության համար, որպեսզի մարդիկ ապաշխարեն բազմություններով, մարդիկ Աստծուն ընդունեն, Աստծո խոսքը, Աստծո ճշմարտությունը ընդունեն։ Իսկ ինչ է արթնությունը։ Արթնությունը հենց դա է, երբ որ Սուրբ Հոգին գալիս է։ Երբ որ Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը գալիս է դատարկ, խավար եւ անձև տեղերի մեջ։ Ինչպես որ Արարչագործության սկզբում է գրած, որ Հոգին շրջում էր այդ խավարի, դատարկության եւ անձև տեղերի մեջ։ Այն մարդիկ, ովքեր որ ուժեղ են եւ կարող են ճշմարտությունը ընդունել, այդ մարդիկ կվկայեն ու կասեն, որ իմ կյանքը դատարկ էր, անձև էր ու խավար էր, մինչեւ Սուրբ Հոգու գալուստը, մինչեւ որ Աստծո Սուրբ Հոգին իմ համար բացեց այդ ճշմարտությունը։
Փառք Աստծուն, հենց սա է արթնությունը, երբ որ Սուրբ Հոգին գալիս է։ Դու արթնություն ապրեցիր, երբ որ Հոգին քեզ շարժեց։ Եվ արթնություն կլինի մեր շրջապատում, երբ որ թույլ տանք, որ Սուրբ Հոգին գա եւ գործի։ Գործք առաքելոց առաջին գլուխ 4 եւ 5 խոսքերը կկարդամ։ Եվ նրանց միասին ժողոված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, Հիսուսն է պատվեր տալիս, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց. Ինձանից լսեցիք, որովհետև Հովանեսը հիրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Քանի դեռ Հիսուսը երկրի վրա էր, իր աշակերտներին պատվեր էր տալիս եւ ասում էր, որ գնան քաղաքները, գյուղերը, ավետարանեն, Աստծո խոսքը քարոզեն, Աստծո արքայության գործը գործեն, բայց այստեղ տեսնում ենք, որ ասում է ոչինչ չանեք։ Սպասեք, ձեր տեղից չշարժվեք, մինչև որ գրված է վերևից զորություն կառնեք։ Մենք գիտենք, որ ոչ մի թիմ կամ ոչ մի զորք չի կարող իր առջև դրված առաջադրանքը կատարել եւ հաջողության հասնել, եթե առաջնորդ չլինի։ Դրա համար Հիսուսն ասում էր. ոչինչ մի արեք, սպասեք, երբ որ Սուրբ Հոգու զորությունը կգա ձեզ վրա, նոր դուք կիմանաք, թե ինչ անեք եւ ինչպես գործեք։ Սուրբ Հոգու գալուստը դա մեծագույն խոստումն էր, որ Հիսուսը տվեց իր ժողովրդին։ Բայց այդ խոստումը չտվեց պատահական մարդկանց։ Ուղղակի ամբողջներին չասեց. սպասեք, որ Սուրբ Հոգին ընդունեք։ Այս խոստումը տվեց նրանց, ովքեր որ սպասելու էին, որոնց համար արժեք ուներ դա։ Եթե մի բան ինձ համար արժեքավոր չի, դիմացինս ինձ չի խոստանա։ Եվ ես էլ ոչինչ չեմ սպասի նրանից։ Չէ, մարդիկ իրար ինչ որ բաներ են պատիվ տալիս թանկարժեք, ալկոհոլային խմիչքներ կամ թմրանյութեր կարող են հաճույքներ, կարող են պատիվ տալ, այս հաճույքներն ու պատիվ տալը ճակերտների մեջ եմ ասում, որովհետև ոչ հաճույքն է հաճույք, ոչ պատիվն է պատիվ։ Բայց Աստված մեզ իսկապես պատիվ տվեց, երբ որ իր Սուրբ Հոգին մեզ խոստացավ եւ տվեց էլ։ Փառք Աստծուն այդ մեծ պատվի համար, որ մեզ տվեց։ Եվ ի՞նչն է մեծ պատիվ, դրանից առավել, երբ որ քո Տերը, քո Աստվածը գալիս է քո կյանքի մեջ հյուր, որ բնակվի քո մեջ եւ դու լինես նրա տաճարը։ Երկրորդ Կորինթացիների 3:17-ը այսպես է ասում, որովհետև Տերն է հոգին, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Տերն է հոգին։ Եվ հենց սա էր պատիվը, որ Տերը եկավ մեր կյանքերի մեջ։ Ու այնպես չի, որ մենք պատվարժան կամ արժանավոր մեկն էինք, որ Աստված իր հոգին տվեց։ Սա նրա անսահման սիրո եւ մեծ շնորհքի դրսեւորումն էր, որ նա ցույց տվեց մեզ։ Իսկ ի՞նչն է ավելի մեծ հաճույք, քան ազատությունը։ Ոչ թե այն ազատությունը, որ մարդիկ ազատություն են տալիս իրենց մարմնին, իրենց բերանին, խոսելու, գործելու, ինչ որ իրենց սիրտն է ուզում, իրենց բերանը տալու, թե հայյանքին, թե անեծքին, բայց սրա մասին չի խոսքը։ Ազատ են մարդիկ, չգիտեմ, խմելու այն բաժակը, որ աշխարհն է առաջարկում։ Այսօր աշխարհում ազատության մասին տարբեր հասկացողություններ կան, խոսքի ազատություն են քարոզում, կրոնի ազատություն են քարոզում եւ այլն ազատություն են գոչում, բայց որն է իրական ազատությունը։ Հայկական մի հագուստի ապրանքանիշ կա, որ վերջերս շապիկներ է արտադրում, որոնց վրա գրված է ազատ մարդ։ Երևի շատերը ծանոթ կլինեն։ Գրված է ազատ մարդ ու երբ որ հագնում ես, մարդու վրա գալիս է մի հատ տրամադրություն, որ ազատ մարդ եմ, հա, վստահություն, ոգեշնչում է գալիս։ Ես ազատ մարդ եմ։ Սա նման է, երբ որ հրյաները գալիս էին Հիսուսին ասում էին. մենք ազատ ենք, մենք Աբրահամի զավակ ենք, մենք ոչ մի ծառայության լծի տակ չենք։ Գրված է ազատ, կոչում են ազատ, ասում են ազատ, բայց արդյոք ազատություն կա իրականում մարդու ներսում։ Եվ որն էր իրական ազատությունը։ Հիսուսը մեզ տվեց իրական ազատություն, այն ազատությունը, որ մարդուն պետք է։ Հիսուսը մեզ ազատեց մեղքից, մահից եւ անեծքից։ Սրա կարիք ուներ մարդը։ Եվ դրա արդյունքում ազատվեց մարդու հոգին, ազատվեց մարդու շունչը, մարդու կամքը եւ մարդու զգացմունքները։ Եթե այս ոլորտներում ազատություն չկա, որքան ուզում ես քո վրա գրի,
ուզում ես դիպլոմ ունեցի, որ դու ազատ մարդ ես, փաստաթուղթ ունեցիր, միևնույն է ազատությունը նա է, որ Հիսուսն է տալիս մեզ։ Այսօր եթե դու ծառայում ես, եթե դու ավետարանում ես, եթե նույնիսկ մի բաժակ ջուր ես տալիս ծառավացին, բայց Սուրբ Հոգու առաջնորդությամբ չէ ծառայությունը, գուցե վտանգավոր կամ չհաջողված լինի այդ ծառայությունը։ Եթե ծառայում ենք, Աստծո գործի համար, ինչ որ բան ենք անում, բայց Սուրբ Հոգին չի առաջնորդում, այդ ծառայության մեջ մենք կձախողվենք եւ արդյունք չենք ունենա։ Նույնիսկ աղոթքը, եթե Սուրբ Հոգու ներգործությամբ չլինի, դրանք կլինեն բառեր, բառարանային, ճոխ բառեր, համեմատություններով, փոխաբերություններով, բայց չի լինի զորություն։ Կարող է արտաքին նշաններ լինեն, հուզվածություն լինի, քրտնածություն լինի մարդու մոտ, բայց կողքից լսողի մոտ հարցեր են առաջանում, «Էս ինչ է աղոթում, էս ում է աղոթում, էս ինչ է պատահել»։ Բայց քանի որ աղոթքա նման հարցեր չեն բարձրացվում։ Հոգով լցված մարդու աղոթքը պիտի լսողների մոտ փոփոխություն բերի։ Պիտի լսող մարդը շինություն ստանա։ Մարդու մտքի մեջ նորոգություն պիտի գա։ Հավատքի մեջ տկարացած մարդը այս աղոթքը լսելուց պիտի զորանա։ Նույնիսկ Աստծուն չճանաչող մարդը այսպիսի աղոթքը լսելուց պիտի զեղչ ապրի եւ Աստծուն փնտրի։ Ուզում ես կաշվից դուրս արի, ծառայի, գործի, վազի, ծառայությունից ծառայություն, եթե հոգու առաջնորդությունը չլինի, եթե Սուրբ Հոգու ներկայությունը չլինի, պատուղ չի լինի։ Ով կգնա աշխատանքի առանց աշխատավարձի։ Ով ինչ որ բան կանի, եթե իրեն չվարձատրեն։ Անօգուտ կլինի, եթե մենք վազենք եւ պատուղ չլինի։ Այսպիսի օրինակներ կան Աստվածաշնչում։ Հիշում եք, երբ որ Սավուղը ինքնագլուխ, ինքը իրեն որոշեց, որ պետքա զոհ մատուցի, առանց մարգարեին սպասելու։ Առանց Աստծո ինքը որոշեց, որ պետքա այդ զոհը մատուցի եւ սա նրա համար որոգայթ եղավ եւ անկման պատճառ եղավ։ Մի դեպք էլ նոր կտակարանում Անանյան ու Սաֆիրան։ Նրանք որոշեցին իրենց ագարակը ծախեն, որպեսզի բերեն զոհաբերություն անեն, նվիրեն եկեղեցուն, լավ գործ էին անում, բայց առանց Սուրբ Հոգուն հարցնելու, առանց Սուրբ Հոգուն հաշվի առնելու։ Եվ տեսնում ենք, որ սա նրանց մահվան պատճառ եղավ։ Տերն է հոգին, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, նա պիտի լինի Տեր եւ առաջնորդ մեր կյանքերի մեջ։ Գործք Առաքելոց 1:8 Բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ Հոգին կարող է գալ մարդու կյանքի մեջ, կարող է լինել մկրտություն, կարող է լինել որոշակի դրսևորումներ, ինչպես լեզուներով աղոթքը, բայց սա բավարար չի։ Մարդը պետքա ամեն օր իր բոլոր գործերը, իր բոլոր նախաձեռնությունները, բոլոր ծրագրերը հանձնի Սուրբ Հոգուն, նրա կատարյալ առաջնորդությանը։ Եվ պետք է աղոթենք, ուղղակի խնդրենք, ասենք Սուրբ Հոգի ջան, արի իմ կյանքի մեջ ու դու առաջնորդիր։ Մի փոքր գուցե բարդ է Սուրբ Հոգու մասին ավելի խորը նրան հասկանալը, բայց որպեսզի ավելի պարզ ասեմ, այն մարդը կհասկանա, այն մարդը ավելի լավ կպատկերացնի, ով շատ է աղոթում։ Սուրբ Հոգով առաջնորդվող մարդը շատ աղոթող մարդն է։ Ուրիշ տարբերակ չկա այս ճանապարհով գնալու համար։ Հենց աղոթքի մեջ է, որ ինքը ներգործում է մարդուն իր կամքը անելու։ Աղոթքի ժամանակ ամենահարմար պահը, որ Սուրբ Հոգին մարդուն փոխում է, վերափոխում է, նորոգում է։ Երբ որ կանչում ենք Սուրբ Հոգուն գալիս է, հաջորդ բանը սա է, որ մեր եսը, մեր անձի ցանկությունները հնազանդեցնենք նրան։ Որովհետև ինքը գալիս է, որ խոսի ու առաջնորդի, եւ պետքա որ մեր ներսից որևէ հակառակ ձայն չլինի։ Մեր ցանկություններից, մեր անձից որևէ խոսք չընդդիմանա Սուրբ Հոգու ձայնին։ Սուրբ Հոգին ամեն ժամանակ կարող է գործել, բայց աղոթքի ժամանակ է ամենահարմար պահը, որպեսզի նա աշխատանք տանի քո հետ։
Աղոթքը ոչ թե բառերի տարափ պետք է լինի, այլ գործողություն։ Այսինքն, երբ որ կանգնում ենք աղոթքի, մենք աշխատանք ենք անում։ Հոգևոր աշխարհի մեջ ինչ որ բաներ ենք տեղափոխում, ինչ որ բաներ ենք ձևափոխում, ինչ որ բաներ ենք կառուցում, ինչ որ բաներ ենք քանդում։ Դրա համար ուղղակի բառերը կառուցելու համար բավարար չեն։ Աղոթքը պետքա գործողություն լինի։ Ու գիտես, եթե մեծ գործ ենք անում, դրա համար մեծ ժամանակ է անհրաժեշտ։ Չենք կարող մեծ կարևոր գործերը 20 րոպե, 30 րոպե, նույնիսկ մի ժամ տրամադրել, որպեսզի լավ արդյունք ունենանք։ Գուցե ինչ-որ մեկի համար բարձր նշաձող սահմանեցի, բայց ուզում եմ ասել, որ մի վախեցիր առաջ գնալու, քայլ անելու։ Մի վախեցիր, որովհետև Աստված քո համար ավելին է պատրաստել։ Հովհաննես 6:64 Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բաները, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Սուրբ հոգին է դուռը, որպեսզի մենք այդ մարմնի ոլորտից կարողանանք մուտք գործել հոգևոր ոլորտ, որ հոգևոր իրականության մեջ ինչ որ փոփոխություն բերենք։ Սուրբ հոգին այդ դուռը, որպեսզի մեր մեռած կյանքից ինքը տանի փառավոր հարության։ Ես գիտեմ, որ շատերի կյանքում կան անլուծելի հարցեր, որոնք տարիներով են մնացել, որոնք բարդացել են, ծանրացել են ու բեռ են դարել, բայց Սուրբ Հոգու այցելությունը նպատակ ունի։ Մենք չենք կարող շատ մտածելով լուծումներ գտնել մեր մեծ խնդիրների համար։ Ուզում ես մտածիր, ուզում ես խորհուրդ հարցրու փորձառու մարդկանցից, ուզում ես եկեղեցի արի, բայց մի տեղ կա, որ կարիք կա մեր ձեռքերը բաց թողնելու, եթե ինչ որ բանից կարճացենք ու խնդրելու, որ Սուրբ Հոգին գա մեր կյանքի անձնական տարածք ու ինքը լինի մեր հաստատությունը։ Ինքը լուծի այդ անլուծելի թվացող հարցերը մեզ համար։ Թող որ Սուրբ Հոգին իր կենարար զորությամբ գա յուրաքանչյուրիս կյանքի մեջ։ Եվ մենք կարողանանք այդ համարձակությունը ունենալ հանձնվելու իրան, չվախենալու աղոթելուց, երկար աղոթելուց, եւ լեզուներով, եւ մայրենի լեզվով, հանձնվելու իրան, առանց ժամանակին նայելու, ուղղակի մտնելու նրա ներկայության մեջ։ Ուզում եմ մի խոսք կարդալ, որ Սուրբ Հոգու մասին ասել է հայտնի Աստծո մարդ Չարլզ Սպերջենը, բայց խնդրեմ ոտքի կանգնենք, շատ կարճ է։ Երկինքը չի կարող տեղավորել Սուրբ Հոգուն, բայց եւ այնպես նա բնակվում է իր ծառաների սրտերում։ Մենք նրա տաճարն ենք։ Նրա ներգործություններից յուրաքանչյուրը գոհություն եւ փառաբանություն է առաջացնում մեզանում։ Եթե նա քամու նման է, մենք կլինենք զանգակների պես, որոնք ղողանջում են քամու ժամանակ։ Եթե նա ցողի նման է, մենք կծաղկենք ծաղիկների պես։ Եթե նա կրակ է, մենք ջերմեռանդորեն կվառվենք։ Ինչպես էլ նա շարժվի մեզանում, մենք պատրաստակամորեն կարձագանքենք նրա ձայնին։ Սուրբ Հոգին ուզում է շարժվել եւ ուզում է քեզ շարժել։ Ուզում է, որ դու մտնես նրա շարժի մեջ։ Այս զորության կարիք այսօր շատ կա։ Այդ արթնության կարիք այսօր կա եւ եկեղեցում եւ մեր երկրի մեջ։ Եկեք հանձնվենք Սուրբ Հոգուն եւ խնդրենք, որ նա այցելություն անի մեր ամեն մեկի սրտի մեջ։ Հալելույա քեզ Տեր ջան։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք փառավոր Արքա։ Հալելույա քեզ Սուրբ Հոգի ջան։ Սուրբ Հոգի ջան, շնորհակալ ենք քեզ, որ դու իրական ես։ Շնորհակալ ենք քեզ, որ դու գործում ես այստեղ։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ դու եկել ես ու համբերությամբ մեր մեջ կերտում ես Քրիստոսին։ Շնորհակալ ենք, որ դու լուռ, բայց զորավոր կերպով առաջնորդում ես մեզ։ Մենք քո առաջնորդության կարիքն ունենք, Հայր։ Շնորհակալ ենք, տար ավելի խորը, տար ավելի հասկանալու քո խորհուրդները, ճանաչելու քո խորքերը, սուզվելու քո անսահմանության մեջ, փառավոր Հայր։ Շնորհակալ ենք օրհնյալ Սուրբ Հոգի ջան։ Շնորհակալ ենք փառավոր Տեր։ Այստեղ ամեն մեկս քո կարիքն ունենք։
Եվ մենք ուզում ենք քո առաջ բաց լինել, պարզ ու անկեղծ։ Եվ ուզում ենք թույլ տալ, որ դու գաս մեր կյանքերի մեջ, Հայր։ Որ որևէ փակ դուր չլինի, Հայր։ Որ ոչ մեկս չհամակերպենք խավարի հետ, խնդիրների հետ, պրոբլեմների հետ, այլ թույլ տանք, որ դու քո ազատությամբ գաս մեր կյանքերի մեջ։ Մենք քո ազատության կարիքն ունենք, ամենակարող Աստված։ Շնորհակալ ենք օրհնյալ Սուրբ Հոգի ջան։ Խնդրում ենք օծիր մեզ, զորացրու մեզ, առաջնորդիր մեզ, որ աշխարհի մեջ լինեն քո օծյալները, քո ուղարկվածները, Հայր։ Խնդրում ենք օրհնիր այն բոլոր ծառայությունները, որ քո խոսքն ենք փոխանցում, թող դա լինի օծությամբ, թող դա լինի քո զորությամբ, որ կյանքեր փոխի։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք փառավոր Հայր։ Շնորհակալ ենք սրտանց։ Հանձնվում ենք քեզ, ամենակարող Թագավոր, հանձնվում ենք քեզ։ Մեր զորություն, մեր սրբություն, շնորհակալ ենք քեզ։ Դու ամենն ես մեր կյանքի։ Դու Թագավորն ես մեր կյանքի։ Այ շնորհակալ ենք քեզ։ Հանձնվում ենք քեզ։ Առաջնորդիր մեզ ամենակարող Հայրս։ Ամեն։